Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի համար խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անսպասելի էին, սակայն վստահ է ժողովուրդն ընտրություն կատարելու շանս ուներ։ Նոր կառավարություն կա, դուք ինքներդ ընտրել եք, չէ՞, ուրիշ ովքեր ընտրեցին, դուք շատ տարօրինակ հարցեր եք տալիս, դուք ընտրում եք իշխանություն, դուք եք չընտրել։ Իսկ դուք լսել եք, որ ընտրությունները տեղի ունեցել մի շարք խախտումներով, պարոն Աբրահամյան։ Ես գիտեմ, որ ընտրությունները, գիտեք, ես կարդում եմ թերթերը, միջազգային թերթերը, ասենք, որ ընտրությունները շատ այս առաջի անգամ եղել են շատ նորմալ ընտրություններ։ Հիմա մի րոպե, դուք եք, չէ՞, այդ ծիծաղում եք։ Գիտեք ինչ կա, ես ցավում եմ, այդ ընտրությունները, որ դուք շանս ունեիք, ձեր շանսը օգտագործելու, եւ դուք չգիտեմ ոնց եք օգտագործել, հետո շոր մեկը գալիս է, որ այստեղ ասում է, գիտեք, ընտրություններն այն չեղավ։ Այսինքն ձեզ համար արդյունքներն անսպասելի էին, որովհետեւ Այո, անսպասելի է, իհարկե։ Զարմացրեց, որ Արտուր կարողացավ հաղթահարել շեմը եւ քաղաքական։ Գիտեք ինչ կա, ես մի բան կարող եմ ասել, որ ժողովրդի կամքը իմ համար դա վերջնական է, սա դրանով սահմանափակենք։ Ռուսաստանաբնակ գործարար Աբրահամյանը, ով անցյալ տարվա ամռանը հայտարարեց խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, ապա աշնանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց այդ գաղափարից, հիմա կարծում է իշխանությանը ձայն տված հանրությունը պետք է պահանջի, որ ընտրյալները կատարեն խոստումները։ Անցել է կա հիմա նոր նախարար, նոր նախարարներ, կա նոր վարչապետ, ճիշտ է, նոր ձևավորման, նոր կառավարություն, ընտրություններ եք անցկացրել։ Հիմա մենք բոլորս պետք է ստեղծենք մեխանիզմ իրանց խոստումների կատարմանը։ Մենք պետք է տեսնենք ժողովրդական մեր սա էլ է ռեֆորմ, որ հասարակական կազմակերպությունները, թղթակիցները ընդհանրապես հսկում են իրանց ասածները, եթե մեկ ասել է $100 պետք է ներդնեմ, որ ասեք, անցավ այդ ժամանակը, դուք խոսք եք տվել, ինչ եք արել։ Բարեփոխումներ եւս քաղաքացիները պետք է պահանջեն իշխանությունից։ Մենք բոլորս մեղավոր կլինենք, եթե այդ մարդիկ իրանց խոստումները չկատարեն։ Մենք բոլորս մեղավոր կլինենք։ Այդպես չի, որ միայն իրանք դուք ընտրել եք, ես շատ շնորհակալ գոհ եմ։ Եկեք միասին իրար հետ աշխատենք, եկեք օգնենք կառավարությանը, եկեք միասին իրար հետ հսկողություն տանենք, եկեք միասին պահանջենք ռեֆորմներ։ Անդրադառնալով ներդրումներին, Ռուսաստանի հայերի միության նախագահը նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի Հայաստան գալու ու ներդրումներ անելու կոչը փոխանցելու է Ռուսաստանի գործարարներին եւ պատրաստ է սատարել կառավարությանն այդ հարցում, բայց միևնույն ժամանակ Հայաստանում բիզնեսի պայմանները բարենպաստ չի համարում։ Հիմա որպես գործարար պայմանները բարենպաստ եք գնահատում։ Այստեղ։ Այո։ Գիտեք, ես ասեմ ոչ, 100% ոչ, բայց դա չի նշանակում, որ մենք գիտեք կա մահանաներ կա։ Հիմա ես եկել եմ բիզնես եմ անում, չէ՞, այստեղ։ Ես գնում եմ։ Եկել եմ այստեղ ներդրումներ եմ, չէ՞ կատարում։ Ես ներդրումներ եմ կատարում որպես հայ մարդ, իմանալով այս դաշտը, տնտեսական դաշտը, ինչ որտեղ լինելով, ասենք հայրենասիրությունը եւ այլ, բայց շատ մարդիկ դա բավարար չի բիզնեսի համար։ Մի քիչ այլ ձևի պետք է լինի։ Աբրահամյանն անձնական օրինակն է բերում, երբ տարբեր երկրներից առաջարկներ է ստանում գնալու ու ներդրումներ անելու, տասնյակ հանգամանքներ է հաշվի առնում, հարկային պայմաններից մինչև անվտանգություն։ Այդ պայմանները որ կան, ինչ թվում է, որ մենք էլ ավելին պետք է ստեղծենք։ Ինչու՞, որտեվ ես ասեցի, որտեվ մեկը մյուսի հետ կապ ունի, գիտեք, կամ պետք է մենք ամբողջական հասկանանք մտածելակերպը բիզնեսմենի։ Ես հիմա մտածում եմ որպես բիզնեսմեն։ Ինչու պետք է գամ այստեղ ես ներդրում անեմ, որտեղ այն վտանգ, որի փողը կարող է կորցնել։ Ես բանավանդ Լիվիա ներդրում արեցի եւ չստացվեց։ Ես գիտեք ինչ եղավ Լիվիայում։ Դրա համար պայմաններ կա։ Ես որպես հայ մարդ, հայրենասեր, գիտեք, մենք դա պետք է հաշվի առնենք։ Բայց դրա հետ միասին պետք է մենք բոլորս հասկանանք, եթե մենք բոլորս գանք ինչ-որ կիսատ պրատ բաներ անենք, մենք էլ չենք կարող լինել այն բիզնեսմեններ, որ կանք։ Մեզ պետք է միասնական մոտեցում լինի։ Ճեպազրույցի ընթացքում Արա Աբրահամյանն անդրադարձավ նաև իր ղեկավարած միության բազմաթիվ ծրագրերին, ակնարկելով, որ Հայաստանի իշխանությունները բավարար ակտիվ չեն օգուտներ քաղելու հարցում։ Ռուսաստանի ամենախոշոր բանկերից մեկի տնօրենը Գրեֆը, Գերման Գրեֆը, դալիճում նստած են 15 հոգի, ես իմ մարդել չկար, որ խոսար իրանց հետ։ Դա դժբախտություն է։ Դա ցույց է տալի իշխանությունների աշխատանքը։ Այդ դա կարող եմ ասել։ Այդ դու գնացեք դա իրանց հարց տվեք։ Ասեք ինչու այդ մարդիկ եկել են այստեղ, եկել տեսեք, այդ մարդը, որ իր ժամանակը ներադրե, ինքը համաշխարհային դեմքերից առաջ 5-ի մեջ է մտնում։ Հանդիպում եք իրենց, ինչու չեք իրենց ասում այդ մասին։ Օրինակ ասցիք այսօր հիմա ձեզ ասում եմ, որ դուք տարածեք իր միջոցով էլ իրանք իմանան, չէ՞, ես բոլորը չեմ կարող։ Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքով Հայաստան կատարած իր այս այցի ընթացքում եւս նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու են ներդրումային ծրագրերը, որոնք ինքը կտանի ու կներկայացնի Ռուսաստանում, միայն թե դրանք պետք է լինեն պատրաստի ծրագրեր։ Եթե մարդուն դուք պատրաստ տալիս եք պակետը, ասում եք սա վերցեք եւ աշխատեք, այդ դա փորձեք անել։
դա գնացիք ձեր կառավարությանը ստիպեք, որ իրանք պատրաստ են եւ տան մեզ։